Ողբերգական դեպքից հետո թիկունքի ծառայության անգործությունը քողարկելու նպատակով Զորամասի ստորաբաժանումն առանց որևէ բացատրտային հիմքերի զեկուցակների ու ապրանքների հակարդային անվտանգության միջոցներով ապահովելու մասով։ Վերոհիշյալի կապակցությամբ հայտնում են, որ տարբեր ակտիվներից տեղեկացել են, որ ողբերգական դեպքից հետո Զորամասի գրեթե բոլոր ստորաբաժանումների տեղակայման վայրերում միշտ լուսաբաց առանց ինչ-որ զեկուցակի կամ պահանջարկի տարբեր բաժանվել են կրակմարիչներ, որոնք մինչ այդ չեն եղել։ Այն, որ Զորամասում միշտ դեպքը գրեթե բոլոր ստորաբաժանումները համալրված չեն եղել հակարդային միջոցներով, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Զորամասում կազմվել է վերոհիշյալ կեղծ պաշտպան անձման ամփոփագրեր, որոնց մասին մենք պարբերաբար բարձրաձայնել ենք եւ այդ փաստն արդեն իսկ հստակեցվել է նախաքննական մարմնի կողմից։ Նշված կրակմարիչներին հատկացվել է առանց զեկուցակների, իսկ թե որ ստորաբաժանը որքան հստակ տեղյակ չեմ, կարող եմ ենթադրել, որ հատկացումները հավանաբար կատարվել են ըստ հիշյալ կեղծ պաշտպան անձման ամփոփագրերում նշված քանակությամբ։ Գիտեմ, որ դրանք բերվել են բանակային կորպուսից ղեկավարության հանձնարարականի հիման վրա։ Իմ ունեցած հիշյալ տեղեկությունները հաստատվեցին նաև 05/05/25 թվականի դատաքննության ընթացքում արձանագրված Զորամասի շտաբի պետի տեղակալ օպերատիվ վարչի պետ Արմեն Լազարյանի կողմից։ Մասնավորապես Արմեն Լազարյանը հայտնեց, որ սեպտեմբերյան գործողություններից հետո մինչ ողբերգական դեպքը ինչպես Սովակում տեղակայված շտաբի հրամանատարական կետը, այնպես էլ Զորամասի մյուս ստորաբաժանումներին կրակմարիչներ չեն հատկացել։ Հրամանատարական կետում կրակմարիչ նկատել է դեպքի օրը, որը մինչ այդ չի եղել, կրակմարիչների ընդունման հետ կապված որևէ փաստաթուղթ չի ստորագրել, այդ թվում այն մասին, որ իբր 2022 թվականի դեկտեմբերին թվով 4 կրակմարիչ է հատկացվել։ Միաժամանակ հայտնեց, որ իր հրամանատարական կետը ևս տեղակայված է եղել սեփական տարը, որ ունեցել է ճաղավանդակներ, որոնք մյուս տներից ևս հանվել են դեպքից հետո հրամանատարի ցուցումով։ Պատվազան դատարան ցանկանում եմ հայտնել մինչ ողբերգական դեպքը ՊՆ 75/930 Զորամասում հակարդային անվտանգության միջոցների բացակայության մասին վկայող ևս մեկ ճչացող փաստական համագամանքի մասին, մասնավորապես թիկունքի ծառայության այսպես ասած Քթիտակ Գորալեկանի անմիջական ենթակայության երկու գտնված ստորաբաժանում վարույթակցուկային նյութերի պահեստը ջուրավար եւ հրավերական նյութերի հետ շուրջօրյա ռեժիմով շփված երկու զինծառայողների կացարան ապահովված չեն եղել կրակմարիչներով, որպեսզի պայմաններում զարմանալի չէ, որ իսը վաշտը կանտեսվել չէր ապահովի համապատասխան միջոցներով։ Որևիցե կասկած չունեմ, որ եթե կշռծը պահեստում արկա լինեին կրակմարիչներ, ապա Գորալեկյան առաջնահերթության կարգով դրանցով կապահովեր նախ ՎՔՆ պահեստը, նկատի ունենալով, որ այնտեղ պահվել է մեծ քանակությամբ վարելիքակցուկային ջուրավար նյութեր։ Զորամասի նյութապահովման վաշտի վարելիքակցուկային նյութերի ՎՔՆ պահեստ լինելիս ներկայիս է երկու բեռնատարների կայանման, ինչպես նաև Զորամասի ողջ վարելիքակցուկային նյութերի պահեստավորման ու պահպանման համար նախատեսված բետոնե շինություն, որի հարևանությամբ 30-ից 40 մետր հեռավորության վրա Վեոլա ջրընկերության շենքի նկուղային հարկում տեղակայված եղել Ուրալ մակնիշի երկու բենզատարների ժամկետային զինծառայողների վարորդների կացարանը, ընդ որում Զորամասի թիկունքի ծառայությունը ՎՔՆ պահեստից գտնվել եւ տեղակայված է եղել երկհարկանի շինությունում մոտ 500 մետր հեռավորության վրա, որտեղ նույն հարկի տակ տեղակայված են եղել նյութապահովման վաշտը, այդ նույն շինությունում է գտնվել նաև ԿՇԾ պահեստը, ինչպես նաև Զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակայված Գորալեկյանի եւ ԿՇԾ պետ Մամед Սարգսյանի նստավայրը։ Դեռևս նախաքննության ընթացքում Զորամասի նյութապահովման վաշտի զինվոր Ուրալ մակնիշի բեռնատարի վարորդ Արտյոմ Բալասանյանը ցուցմունք հատորվեց վարույթ 45-ից 48-ում ցուցմունք է տվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 19-ին Զորամասի Ժասակրոյանի վաշտի տեղակայման վայրում տեղի ունեցած հրդեհի դեպքի անմիջապես հաջորդ օրը ՊՆ 75/930 Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստապետ իր համաձայնակից մյուս բեռնատարի վարորդ Արմենին է հանձնել թվով երկու կրակմարիչ եւ ասել է, որ կահավորեն ավտոմեքենաների կայանման վայրը։ Հիշյալ երկու կրակմարիչներով կահավորվել են տարածքը դրանց հարմարացնելով ոտխոց կոչվող շինության դրսի պատին։ Դրանից մի քանի օր անց կոնկրետ օրը չի մտաբերել 7 զինծառայողներ, որոնց չի ճանաչում, Կամազ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրենց տեղակայման վայր են բերել ու հանձնել թվով մեկ հատ հակարդային վահանակ եւ հանձնել, որ այն նույնպես կահավորեն տարածքում։ Դրանից 1-2 օր անց տեսնելով, որ ՊՆ 75/930 Զորամասի կոմունալ շահագործման պահեստի դռները բաց վիճակում են, մոտեցել ու
Նկատելով, որ այնտեղ աշխատանքներ են իրականացում, սեփական նախաձեռնությամբ խնդրել է պահեստապետին, որ իրենց հատկացնի ևս մեկ կրականից։ Վերջինս չմերժելով իր խնդրանքը տրամադրել է մեկ կրակմայիչ, որը տեղադրվել է իրենց կացարանի ներսի պատին։ Երեք կրակմայիչների հակառակային վահանակների ստացման համար ինչպես ինքն այնպես էլ համատարակից արները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Դատաքննության ընթացքում 06-06-25 թվականի Արտյոմ Բալասյանը թեև իրադարձությունների հաջորդականության վերաբերել որոշակի անճշտություններով Սավկան բովանդակային առումով գլխավորապես տվեց նույնաբովանդակ ցուցում, հայտներով, որ դեպքի հաջորդ օրը հարևանության տեղակայված պահեստից իր նախաձեռնությամբ ապահովության համար վերցրել է մեկ կրակմայիչ, քանի որ իրենց սենյակում չի եղել հակառակային միջոցներ, այդ ամենը փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Միաժամանակ նշեց, որ դեպքին հաջորդած օրերին էլ են հատկացվել, բայց չի կարող ասել, թե քանի օր հետո ավտոյը եկել կանգնել, ասել է, էսի իջացրեք, զինվորներն են բերել ժամկետային, թե հրատապություն ինչով է պայմանավորված եղել, չի կարող ասել, բերել են երկու կրակմայիչ հակառակային վահանակ, հատկացրել, սակայն տեղյակ չէ փաստաթղթային ձևակերպումներից, հատկացման ժամանակ բնակության վայրում երկու զինծառայողով ենք եղել, մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել։ Հատկանշական է, որ Մարմեն Սարգսյանը դատաքննության ընթացքում 17-04-26 թվականին ևս ուսում տվեց այն մասին, որ դեպքի վայրում իրեն են մոտեցել Գոռ Աղիկյանն ու շտաբի պետն ու հանձնարարել, որ պահեստապետի հետ միասին շրջեն նստեցման բոլոր շրջաններում եւ որտեղ որ կարելի լինի ավելացնել կրակմայիչը։ Մարմեն Սարգսյանը վերոհիշյալի մասին ցուցմունք է տվել նաեւ ինձ հետ ավելացման ժամանակ։ Հատոր 16 բարույթ 6 Ընթացքում միաժամանակ նշել, որ կրակմայիչների բաժանվել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ հարկացումների մասով զեկուցակրել ու այդերը հանձնարարվել են ներկայացնել հետագայում։ Վերոհիշյալով Մարմեն Սարգսյանն ըստ էության մասնագիտորեն հաստատել է, որ իր կողմից մատնանշված հանգամանքը։ Դեպքի օրվա դրությամբ Զորամասի պահեստում կրակմայիչներ չլինելու փաստը հիմնավորվում է նաև նրանով, որ հակառակ դեպքում Գոռ Աղիկյանը նախ կավարտել մարտական դիրքերի համարում, որպեսզի ինչպես ներկայացրեցի վերոնց գալի մասով ապահովված չեն եղել կրակմայիչներով։ Ինձ համար անհասկան է, թե ինչից ելնել որ Գոռ Աղիկյանն ու Մարմեն Սարգսյանը նման պայմաններում գերադասել են թաքցնել իրականում ՊՇԾ պահեստում համապատասխան հակառակային անվտանգության միջոցների, այդ թվում կրակմայիչների բացակայության հանգամանքը ավելի Մարմեն Սարգսյանի միջոցով քննության է ներկայացել բացառությամբ ԻՍ վաշտի Զորամասի մյուս բոլոր ստորաբաժանումներում կրակմայիչների առկայության մասին վկայող ակնհայտ փաստաթղթային հիմքեր։ Վստահ եմ, որ թե Գոռ Աղիկյանը եւ թե Մարմեն Սարգսյանը ԻՍ վաշտին համապատասխան միջոցներով չեն ապահովել, ոչ թե նշված միջոցները ունենալու պայմաններով մեջ տրամադրել, այլ վերադասից երկրորդ բանակային կորպուսից այդպիսի ժամանակին Զորամասին չհատկացնելու պատճառով։ Գոռ Աղիկյանն ու Մարմեն Սարգսյանը անուղղակիորեն այս առումով ողջ պատասխանատվության վրա վերցնում են իրենց վրա։ Միշտ այդ ամենի պատճառով ՀԶՈՒ շտաբի վերադաս օղակներում ծառայած հակառակային անվտանգության միջոցներով Զորամասին ապահովման համար պատասխանատու եւ իրենց գործունեությունը հավուր պատշաճի չկատարած համապատասխան բարձրաստիճան սպաները մնացել են ստվերում։ Օգտվելով առիթից ես կոչ եմ անում պարոն Գոռ Աղիկյանին եւ Մարմեն Սարգսյանին, որ իրենց վրա չվերցնեն վերադաս օղակում ծառայած եւ իրենց խաղության նոխած դարձած շինովնիկների մեղքի բաժինը վերանային դիրքորոշում եւ հայտնել ողջ ճշմարտությունը։